տես, հետաքրքիր բան կա։ Չէ, բայց ի՞նչն է հետաքրքիր, որ չգիտես ինչու ուրիշ պետություններն են որոշում այդ ոնց որ մեկը գա իմ ընտանիք, իմ հարևանը, որոշի ասի, գիտես, դու լավ չես անում, սենց որ խոսում ես կամ ինչի ես այդ հակել կամ ինչի ես այս բաժակը ստեղ դրել։ Քեզ կաթողիկոսը Քեզ ինչ ես ինչ եմ անում։ Արցախը քոնը չէր, մեր փոխարեն ասում եմ, արտասը պետությունը ես եմ որոշում։ Լավ, մի լուսավոր բան ասեմ։ Վազգեն Սարգսյանը քո ավակ ընկերն է եղել եւ դու հա չես շփվել։ Ես հիշում եմ, որ ինքը հատուկ վերաբերմունք ուներ քո մասին, քո նկատմամբ։ Սյուզի ջան, բա մենք սիրում ենք ասած մենք էմոցիաներով մեկը մի բան ա լսում վրան մի բան ավել նախ ասեմ, որ ես անսահման երջանիկ եւ հպարտ եմ, որ նրա ժամանակակիցն եմ եղել եւ առիթ եմ ունեցել, դե լինում էին միջոցառումներ, համերգներ, որտեղ ինքը ներկա էր, որ մենք խմբով էինք Երգի պետական թատրոնում Վարդեր Գրիգորիչի հետ, բայց մենք մեկ անգամ ենք խոսել մի քանի րոպեով մի միջոցառման ընթացքում, ես էի Զարուհին էր, Վարդուհին էր ու Արտուր Գրիգորյան, միասին կանգնած էինք եւ այդպես խոսեցինք, Հայաստան երգն էլ լսել, ասեց շատ լավ երգար, հոպարի աղջիկ ասեց, ապրես եւ համբուրեց այդս, այդ ա եղել մեր շփումը, մենք խմբով կանգնած էինք, ինչ ասեմ, ես համարում եմ իրեն ինչ շատ հարազատ մարդ եւ բոլորս էինք հիացած իրենով, ես առաջին անգամ նրան տեսել եմ, երբ սկսվեց 88-ի պատերազմը, երեխա էինք դպրոցական, մեր գյուղից ինչ էր Տիգրան, կարծեմ Տիգրան էր անունը, առաջին ոնց որ երիտասարդն էր, որ զոհվեց Արազդայանով, հիշում ես Արազդայանի կողմերում, դեպի Սևակավան տանող, հա, այդ գյուղից էր, կարծեմ հենց իր անունով էր Տիգրանակերտ, թե Տիգրանաշեն է հիմա կոչվում, եւ նրա հուղարկավորության ժամանակ ամբողջ գյուղը դպրոցը այնտեղ էր եւ մեր սպարապետն էր խոսում, այն ժամանակ դեռ նորեր երիտասարդ էր, ասում են դեռ բան չէր, տակավին երիտասարդ, մենք էլ հիանում էինք բոլորս, այսպես ասում էինք, ով է այս մարդը, այս ոնց է խոսում, նենց էներգետիկա ուներ, այնպիսի խարիզմա ուներ, այնպիսի լիդեր էր, ուղղակի բնական էր, ինքը անկեղծ շատ ու հայրենասեր էր, պարտադիր չէր նրան անձնապես ճանաչել, որ հասկանայր ով էր նա, Երանի